Ռուսաստանի հերթական անակնկալը Հայաստանին ու հատկապես հայ տնտեսվարողներին, եւ սա Փաշինյան-Պուտին հունիսմեկյան հեռախոսազրույցից ու ջերմ բարեմաղթանքներից հետո։ Ռոսսելխոզնadzորը, Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը, այս անգամ էլ ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից Բալի կեռասից Իրանի Սալորի, Դեղցի, Նեկտարինի եւ Խաղողի ներմուծման նկատմամբ։ Ըստ հաղորդագրության, հայկական մրգերի Ռուսաստան մատակարարման ընթացքում խախտումների դեպքերն աճել են։ Ռոսսելխոզնadzորը բազմաթիվ տեղեկություններ է ուղարկել հայկական կողմին կարանտինային ապրանքների մատակարարման խախտումների վերաբերյալ։ Օրինակ մեծանալի տեղեկությունը, եթե վստահ է, որ տվյալ ձեռնարկությունների ապրանքը լավ է, թող գնա պայքարի, թող գնա պաշտպանի մեր արտահանողների շահերը։ Պրոբլեմը նրանից է գալիս նաև, որ մշակույթը ցածր է շատ, ստուգումները բավարար քանակով չեն արվում, չնայած տեղեկությունը ակտիվացել է, բայց ելի բավարար քանակով չեն արվում։ Ռոսսելխոզնadzորից հայտնում են, որ հայկական մրգերի Ռուսաստան մատակարարման ընթացքում խախտումների թվի աճը վկայում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության լուծարման հետևանքների մասին, որի լիազորությունները կառուցվածքային բարեփոխումների արդյունքում փոխանցվել են էկոնոմիկայի նախարարությանը։ Հաշվի առնելով, որ վերջերս Հայաստանից ներմուծվող արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ եւ Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, կարելի է ենթադրել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի եւ չի կարողանում կատարել գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո իրեն վերապահված պարտականությունները։ Ռուս մասնագետները ստուգումներ են իրականացրել Հայաստանի ձկնավերամշակող ձեռնարկություններում։ Հայաստանը դադարեցրել է Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան եւ ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը հայկական բոլոր ընկերությունների համար։ Հայաստանի կառավարությունից այսպես են արձագանքում ռուսական կողմի խստացումներին։ Այն արտահանողները, որոնք անարդարացիորեն արտահանման խնդիրների կբախվեն, կառավարությունը կաջակցի սուբսիդավորման ծրագրերով։ Գործադիրի ղեկավարի ձևակերպումն այսպիսին է. «Տակդեղը վարդը փչանում են, ըստ Փաշինյանի կառավարությունը դրանց փողը կտա»։ Նրա խոսքով այս ամբողջ պատմության մեջ վատ լուր էլ կա։ Հայաստանում արտադրության ծավալներն այդքան մեծ չեն եւ եվրոպական սուպերմարկետների մեկ ցանցը, ըստ Փաշինյանի, կարող է Հայաստանի ամբողջ արտադրանքը գնել։ Փաշինյանը խոստացավ, թե ընտրություններից հետո կվերադառնա ու բոլոր խնդիրների լուծմամբ կզբաղվի։ Եվրոպան շատ ավելի խիստ է։ Դրա համար մենք Եվրոպա չենք կարողանում շատ բան արտահանել, որտեղ Եվրոպայում այսպեսի խաղեր չկան։ Եվրոպայի դեպքում էլ ոչ ոք չի կանի Եվրոպային մեղադրի, որ քաղաքական ինչ-որ նպատակներով է։ Ռուսաստանը փորձում է նախընտրական իրավիճակում ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, ազդել ընտրողների կարծիքների վրա, որպեսզի նրանք հաշվի առնելով այդ հնարավոր ռիսկերը ռուսամետ ուժերին ձայն տալ, քանի որ նպատակը ճնշումն է, ըստ Հայաստանի իշխանությունների, նրանք հույս ունեն, որ ընտրություններից հետո դրա անհրաժեշտությունը կվերավի եւ բազմաթիվ հարցեր նորից կկարգավորվեն։ Եվրոպասերների համար, սակայն, Եվրախորհրդարանի падգամավորները ոչ այդքան լավ լուր ունեն։ Ռուսական լրատվամիջոցներին լյուքսեմբուրգցի падգամավոր Ֆերնան Կարթայզերը հայտնել է, որ Հայաստանի մինչև 2030 թվականը Եվրամիությանն անդամակցելու շանսերը քիչ հավանական են։ Եվրաչինովնիկի ձևակերպմամբ Հայաստանի Եվրամիությանն անդամակցության հարցը մեծ մասամբ մնում է տեսական։ Կարթայզերն այսպես է բացատրել, որ պետք է հաշվի առնել Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ բարդ հարաբերությունները առնվազն հարևաններից մեկի հետ։ Նման թեկնածությունն ըստ Եվրապադգամավորի առաջացնում է բազմաթիվ հարցեր։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։